Բարև ձեզ։ Առաջինի եթերում դուք դիտում եք հարցազրույցի հերթական թողարկումը։ Շաբաթավերջի ամենալուսավոր նորությունը ստացվեց Ավստրիայի մայրաքաղաքից։ Վիեննայում տեղի ունեցած դասական Եվրատեսիլ 2012-ի մրցույթում հայ ազգի պատանիները նվաճեցին երկրորդ եւ երրորդ տեղերը։ Այսօր մենք կզրուցենք երրորդ տեղը նվաճած կանոնավոր Նարեկ Կազազյանի, բարև Նարեկ, եւ Եվրատեսիլում հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի։ Բարև ձեզ։ Ես ինչ գիտեմ Եվրատեսիլը, Գոհարը մշտապես հայկական պատվիրակությունն է ղեկավարում։ Մշտապես չեմ ղեկավարել, միայն վերջին տարին, սակայն միշտ եղել եմ այդ նախագծում։ Գոհար, ես վստահ եմ, որ դու ավելի շատ բան գիտես այս մրցույթի մասին, քան Նարեկը։ Նարեկը միշտ զբաղված է եղել մրցույթին նախապատրաստվելով, իսկ դու հետևել ես նաև կուլիսներում ինչ էր կատարվում։ Ընդ որում մենք առաջին անգամ ենք մասնակցում, ճիշտ է դասական։ Այո։ Եվրատեսիլին։ Ինչու այսքան ուշ։ Գիտեք, քանի որ առհասարակ հանրային հեռուստային 82 թվականից, ճիշտ է։ Առաջին Եվրատեսիլը Լոնդոնում։ Քանի որ հանրային հեռուստաընկերությունը իր համագործակցությունը ոչ այդքան վաղուց է սկսել Եվրոպական հեռարձակողների միության հետ, 2006 թվականին մենք առաջին անգամ մասնակցեցինք Եվրատեսիլին եւ ամբողջ ուշադրությունը կարծես թե մեծերի Եվրատեսիլի վրա էր, այնուհետև մանկականը եկավ եւ արդեն հասունացավ այն պահը, որ ինչու՞ չէ, կարող ենք նաեւ մասնակցել պատանի երաժիշտների Եվրատեսիլին, հատկապես երբ կա նման տաղանդավոր պատանի եւ մենք ունենք բոլոր շանսերը լավագույն տեղ վերցնելու համար։ Իհարկե նախաձեռնությամբ եւ առաջարկությամբ հանդես եկավ մշակույթի նախարարությունը, հիմնականում նրանց կողմից է եղել նախաձեռնությունը եւ առաջարկությունը Նարեկին ներկայացնելու եւ մենք էլ համաձայնեցինք եւ սիրով մասնակցեցինք։ Ով է առաջարկել Նարեկին։ Մշակույթի նախարարությունը։ Մշակույթի նախարարությունը։ Այո։ Նարեկ, իսկ նախապես մրցույթային քեզ ընտրելու այդպիսի փուլեր անցել ես թե ոչ։ Ճիշտ ասած կատարվեց նախընտրական փուլ, ուղղակի ավելի փոքր մասշտաբներում։ Ներքին, այսինքն առաջին օրը լսեցին որպես ժող նվագարան նվագեցի ամբողջ ռեպերտուարից, իսկ երկրորդ օրը, որքանով ճիշտ եմ ասում, լսել են ավելի դասական ներկայացուցիչներ եւ արդեն երրորդ օրը տեղեկացրեցին, որ ընտրվել ես դու, իհարկե փակ պայմաններում ավելի առհասարակ Եվրատեսիլի կանոնների մեջ է կամ անցկացնել հանրային ընտրություն, կամ անցկացնել ներքին ընտրություն։ Այս դեպքում կատարվեց ներքին ընտրություն։ Հանրայինը մեր մոտ լավ չի ստացվում։ Կարծում եք։ Դե ինտրիգային է մի քիչ ընդհանրապես։ Այո, ժամանակ խնայելու եւ նաեւ ֆինանսներ խնայելու համար առհասարակ սովորաբար նաեւ անում են ներքին ընտրություն, այս դեպքում արդարացված է։ Քո արժև դրած նպատակը կատարվել է Նարեկ։ Կարող եմ լիիրավ ասել այո։ Գոհ ես արդյունքից։ Գոհ եմ։ Քանի որ սկզբից ես ինձ համար հարց էի դրել, ամենակարևոր մասը ինձ համար գտնվել ֆինալում, քանի որ առաջի անգամ էինք ներկայանում ավելի դժվար էր, որովհետև առաջի անգամ քո միջոցով պետք է տպավորություն ստանան նախ երկրի մասին, հետո քո մշակույթի մասին, եւ երբ որ մենք արդեն անցանք ֆինալ, դա ինձ համար ուղղակի ուրախություն էր։ Դու Վանաձորցի ես, Վանաձորում ես ավարտել երաժշտական դպրոցը, դեռ չես ավարտել։ Երաժշտական դպրոցը ավարտել եմ, հիմա արդեն ուսումնարանի առաջի կուրսում եմ սովորում։ Եվ կանոնահար ես։ Եվ կանոնահար, նաեւ դաշնակահար եմ։ Հիմա կանոնահար ես թե դաշնակահար։ Երկուսն էլ։ Երկուսն էլ։ Բայց ինչու այստեղ կանոնը ընտրեցիր։ Դե դու չես ընտրել։ Չէ, ճիշտն ասած, ավելի խորացված ձևով կանոնն է, դաշնամուրը որպես երկրորդ գործիք, բայց կանոնը գտնվում է առաջին տեղում։ Կանոնից զարմացած չէին եվրոպացիները։ Իսկապես մենք հենց երևի թե այդ մտքով էլ գնացել էինք, որ պետք է զարմանան եւ չեք պատկերացնի թե որքան մեծ էր այդ զարմանքը։ Նախ իսկապես նրանք մարդիկ կային, որոնք առաջին անգամ են ուղակի տեսնում կանոն, լսում կանոն։ Եվ երբ որ Նարեկը սկսեց նվագել այդ հնչյուններից, ժյուրի անդամների դեմքի արտահայտությունը անմիջապես փոխվեց։ Նրանք կարծես մի նոր աշխարհում գտնվեցին, որովհետև
դուք չեք պատկասնի ինչ ոգեշնչված էին նրանք ունկնդրում, իսկապես, եւ դրանից հետո կիսաեզրափակիչից հետո ինչպիսի արձագանքներ, ինչպիսի հիացմունք, այսինչ ձայն է, այսինչ երեխա, այսինչ պատան է, հիանալի էր ամեն ինչ եւ իսկապես կիսաեզրափակիչը երբ հաղթահարեցինք, արդեն անցանք լավագույն 7-ի մեջ, իսկապես հասկացանք, որ չէ, ռեալ շանսեր ունենք, իսկապես բարձր տեղ վերցնելու։ Դիրիժորը պատմիր, թե ինչքան ոգևորված էր, առաջի անգամ էր գործ ունենում ամբողջ նվագախումբի հետ միասին։ Սկզբից ինչ որ չափով մտավախություն ունեի, քանի որ մենք կատարելու ենք հայկական ստեղծագործություն, իհարկե Վիեննայի սիմֆոնիկ նվագախումբ, անընդհատ նվագած դասական ստեղծագործություններ, դասական կոմպոզիտորների եւ հանկարծ միանգամից Խաչատուր Ավետիսյան։ Բայց երբ որ առաջին փորձին ես նվագեցի նրանց հետ, իրոք մեծ բավականություն եմ ստացել, այնքան գեղեցիկ իմ ուղևորության, բացի ասենք երրորդ մրցանակը։ Այսինքն զգում եք, որ պրոֆեսիոնալների հետ էր։ Բնականաբար մեծ հաճույք էր ինձ համար նախ նվագել նման նվագախմբի հետ։ Նրանք էլ էին անչափ ոգևորված, պետք է ուղղակի տեսնեիք դիրիժորի ոգևորությունը։ Գոհար, ասում են մրցույթի արդյունքները ամփոփում է հաղթողին որոշում է պրոֆեսիոնալ ժյուրին։ Բացենք պրոֆեսիոնալ ժյուրի ասված, եթե փակագծեր ունի, ովքեր են այստեղ ներառված եւ ինչպես են ընտրվում այս մարդիկ։ Ովքեր հավանել են Նարեկին։ Եթե այլ եվրատեսիլներում մեծերի եւ փոքրերի սովորաբար արվում է քվեարկություն, հեռուստաքվեարկություն SMS-ների միջոցով եւ նաեւ պրոֆեսիոնալ ժյուրի, որոնք ամեն երկրում կան, այստեղ նման բան չկա։ Տարբերությունը հենց դա է։ Ուղղակի կան 5 հոգի պրոֆեսիոնալ մարդիկ, երաժիշտներ, անվանի, տարբեր երկրները ներկայացնող, լավ մասնագետներ, բոլորի կողմից ընդունված, որոնց ընտրում են կազմակերպիչները։ Նրանք են ընտրում, որ այս տարվա մրցույթը պետք է գնահատեն, մասնակիցներին պետք է գնահատեն այս մարդիկ։ Եվ նրանք շատ մասնագիտորեն, լուրջ մոտեցումով լսում են բոլոր մասնակիցներին եւ արդեն քննարկում են, ներքին քննարկումով արդեն առաջարկում են իրենց եզրափակիչ անցած մասնակիցների ցուցակը։ Նարեկ, դու նվագել ես եզրափակիչում Խաչատուր Ավետիսյանի երկրորդ կոնցերտը, բայց մինչ այդ չեմ գտնում, որտեղ է Նիկոլո Պագանինի։ Այո, կիսաեզրափակիչին մեզ տրված էր 15 րոպե Վենետիկյան պարահանդես։ Այո, 5 րոպե ելույթի հնարավորություն, հետո կազմվեց հատուկ հանձնաժողով եւ որպես դասական ներկայացուցիչներից եւ որպես կանոնի պրոֆեսորներից հենց բաղկացած, որոնք ընտրեցին 3 ստեղծագործություն, դրանից Ծովինար Հովհաննիսյանի Էկրոմտը, կանոնի պրոֆեսորներ արտասահմանցիներ։ Ոչ, Անժելա Թաբերյանը, Ծովինար Հովհաննիսյանը, մեր լավ ժյուրի անդամների։ Այս նյութերը ընտրելու եւ հանձնաժողովում որպես կանոնի իհարկե ուսուցչուհին նույնպես երկրորդ ստեղծագործությունը վերցրեցին Նիկոլո Պագանինի Վենետիկյան պարահանդեսը, քանի որ նպատակը այն էր մեր գործիքի միջոցով ցույց նաև այլ որևէ կոմպոզիտորի ստեղծագործություն, որ բոլորը հայկական չստացվեն, որ մեծ խանդավառությամբ եւ ոգևորությամբ ընդունեցին, այնպիսի հայացքներին ասում էին մենք տարբեր գործիքներով էինք լսել այս ստեղծագործությունը, բայց որ կանոնով մենք հնարավորություն ունենանք լսելու, դա իրոք անսպասելի էր։ Լսել Պագանինի Վենետիկյան պարահանդեսը կանոնով։ Եվ երրորդ ստեղծագործությունը դա Խաչատուր Ավետիսյանի անընդհատ շարժումն էր, որ եզրափակեցինք մեր ելույթը։ Եվ իսկապես շատ փելուն էր կիսաեզրափակիչը, նաև շատ օգնեց զբաղակցող Անահիտ Դիլբարյանը, մեր տաղանդավոր դաշնակահարույներից, նրանց մոտ կարծես դուետ էր, եւ այդ դուետը կարծես այնքան համահունչ էր միմյանց հետ, այնքան գեղեցիկ ձևով նրանք ներկայացրեցին այդ 3 ստեղծագործությունը, որ ուղղակի հիացած էին մնացել։ Մի խոսքով Վիեննան հաջողվեց։ Այո։ Հիմա Նարեկի երրորդ տեղը, մենք մի փոքր հետո խոսենք նաև Էմանուելի մասին։ Ինչ է նշանակում Նարեկի համար։ Այսինքն այս հաղթանակը ինչ է տալիս սկսնակ կանոնահարին եւ դաշնակահարին։ Ես թերևս ասեմ իմ կարծիքը, թե իմ կարծիքով ինչ է տալիս երաժիշտին, պատանի, այնուհետև երևի թե ինքը ասի, թե անձամբ իրեն ինչ է տալիս։ Իմ կարծիքով սա բացում է շատ բաներ, մեծ հեռանկարներ է տալիս, որովհետև այն ոգևորությունը, այն հիացմունքը, որը եղավ Նարեկի նկատմամբ, եւ այն մարդիկ, որոնք համերգից հետո մոտեցան եւ ինձնից ուզեցին նրա կոնտակտները, անընդհատ փորձում էին կապ հաստատել նրա հետ, լրագրողները անընդհատ հարցեր էին տալիս առաջարկների համար, հետագա համագործակցությունների համար։ Սա արդեն
հաջողություն է 15 տարեկան պատանու համար։ Հավատացած եղեք, որ այն անգամ չի տրվում նման հնարավորություն եւ ամեն մեկին չի տրվում նման հնարավորություն նվագելու Վիեննայի ռադիոյի սիմֆոնիկ օրկեստրի հետ։ Հիմա արդեն ստացել է հնարավորություն հաղթողների մեջ է եւ ստացել է Լեհաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ Տիկին Ագնեշկայի ժյուրի անդամներից մեկի Տիկին Ագնեշկայի հետ նվագելու հնարավորություն Լեհաստանում կանոնով Բացի դրանից մաստեր կլասի հնարավորություն, ինչպես նաև արդեն գումարային մրցանակել ստացավ։ Եվրատեսիլի դասական եվրատեսիլի կանոնները նույնն են ինչ որ մեծահասակներին։ Կանոնները իսկապես շատ տարբերվում են։ 2 տարի հետո պիտի անցկացվի հաջող։ Ամեն կերպ տարբերվում են, միայն անունն է թե եվրատեսիլ, շատ բաներով է տարբերվում։ Միայն պահպանվում է այն, որ պատվիրակությունները գալիս են, իրենց կցվում են ուղեկցորդներ, մթնոլորտը մի քիչ նման է, բայց հիմնականում կարծես վիենական այլ փառատոն լինի, որովհետև ամեն ինչ որոշում է հիմնականում վիենական կողմը, այդ երաժշտական մասով նրանք են պատասխանում։ Վիեննան ապրում էր այս փառատոնով։ Իսկապես ապրում էր, որ դա մենք համոզվեցինք, երբ ես կանգնած էի։ Այսինքն փոքր միջոցառում չի ավստրիացիներում։ Չէ, սա իսկապես պատկերացրեք տոմսեր չեն վաճառվել, մարդիկ անվճար եկել են կանգնած 2 ժամ մի մարդու լսել են համերգ, եւ դուք տեսնեք, թե ինչ լռությամբ, ինչ հարգանքով եւ ինչ կիրթ ձևով էին նրանք այդ ամենը լսում։ Ես կանգնած էի հենց նրանց քաղաքապետարանի դիմացներ այդ բեմը կառուցված, ես կանգնած էի հենց դիմացը բեմի եւ լսում էի շշուկները, ինչ արձագանքներ էր եւ մարդիկ 2 ժամ առաջ արդեն իրենց աթոռներով, բացվող աթոռներով եկել էին այնտեղ տեղավորվել էին, կար հատուկ նաեւ VIP գոտի կոչվածը, բայց այնտեղ նույնպես ոտքի էին կանգնած բոլորը, այսինքն հավասար են եւ լռությամբ ճիշտ ձևով լսում են գնահատում են կլասիկ երաժշտությունը եւ տեսնեք թե մեր ելույթի ժամանակ ինչ այսպեսի հայացքներ էր տիրում, բոլորը գոռում էին դրանից հետո Արմենիա եւ այլն, չէ, ես ուղղակի իսկապես կարող եմ ասել, որ հաղթանակած վերադարձել ենք։ Պատկերացնում եմ Նարեկը ինչքան լավ է զգացել։ Նարեկը չէր լսում այդ ամենը, ես եմ լսում։ Նարեկ, հետո քեզ լրագրողները մոտեցան, հետո ավստրիացիները իրենց հանցմունքը հայտնեցին։ Փոքրիկ ճակետ կարելի է բացել, այսինքն գալա համերգից հետո, որը որ դիտեցիք, մեզ մոտ տոնախմբություն կազմակերպվեց եւ բոլոր լրագրողները, նկարահանողները։ Ձեզ մոտ ասածը հայկական շրջանակում հայտ չէ։ Բոլոր մասնակիցների համար հատուկ տոնախմբություն։ Հետխնջույք եւ բոլոր լրագրողները մեզ մոտ հարցազրույցներ վերցրեցին մեզանից, անընդհատ գտնվում ենք ուշադրության կենտրոնում։ Ու այնպեսի տպավորություններ, ոնց որ առաջի տեղը։ Մի տեսակ արդեն հավատում էինք, որ որովհետև իսկապես շատ ակտիվ ուշադրությունը մեր կողմն էր։ Իսկ Վանաձորում ինչ տեղի ունեցավ։ Երեք այսօր ենթադրում եմ արդեն։ Ճիշտ Զվարթնոց օդանավակայանը։ Ես կուզենայի, որ դուք ուսուցչի անունը բնականաբար ես պետք է ասեի, լավ հիմա կասեմ։ Կուզեմ հատուկ շնորհակալություն հայտնել հենց նրան, որովհետև իմ հաջողության կեսը Անիթ Հովսեփյանը, իմ միակ եւ ինձ համար անկրկնելի ուսուցչուհիս։ Կարելի ասել երկրորդ մայրը, որովհետև ամբողջ ընթացքում նրա կողքին էր եւ աջակցում էր եւ ամեն կերպ բոլորս փորձում էինք այնպես անել, որ լավ ստացվի։ Հիմա Էմանուելի հաջողությունը եւ Նարեկի հաջողությունը դա հայկական հաջողություն պիտի համարել, հայերիս հաջողությունը։ Դուք կոնտակտի մեջ եք, դուք շփվում եք միմյանց հետ, ինչպես է։ Բնականաբար մենք միջև Եվրատեսիլը, միջև այն պահը, երբ որ նա Հայաստանում էր, մենք միասին համերգներով հանդես ենք եկել։ Մինչ Վիեննան գիտեիք։ Հա, մինչ Վիեննան մենք ծանոթ ենք եղել, նվագել ենք կաթողիկոսի մոտ։ Հետո շարունակում ենք մեր կապը, մեր ընկերությունը։ Եվ երբ որ արդեն գնացինք այնտեղ, հանդիպեցինք, շատ դրական եւ շատ ընկերացանք, մենք իսկապես հպարտանում էինք, որ մեր հայ երիտասարդը հայ պատանին եւս այդ մրցույթում է։ Իսկ Լորիս Ճկնավորյանը Վիեննայում էր։ Մեզ բախ չհաջողվեց նրան հանդիպել։ Իհարկե հանդիպեցինք Էմանուելի մայրիկին եւ քրոջը։ Զրուցեցինք, շատ հաճելի մարդիկ են եւ իսկապես այդ կարոտը զգացում է թե մեր կողմից նրանց նկատմամբ եւ թե նրանց կարոտը մեր Հայաստանի նկատմամբ։ Իսկապես մենք շատ հպարտ ենք, որ Էմանուելը գրավեց երկրորդ տեղը, իհարկե մենք ցանկանայինք, որ հայերը գրավեին առաջին եւ երկրորդ հորիզոնականները, բայց ոչինչ, երկրորդ եւ երրորդ հորիզոնականներն էլ հիանալի արդյունքներ են։ Գոհար,
Դասական եվրատեսիլը եւ մեծերի եվրատեսիլը, եթե մենք փորձենք խորքային համեմատություն անել, պրոֆեսիոնալի աչքով, տարբեր դրամաչափեր են դրանք։ Այո, ես հենց դրա էի նշում, որ այն մեկը հասկանալի է, մեծ շոու է, քաղաքականացված շոու է։ Այստեղ ինչն է հիմքը, որն է առանցքը։ Ես կարող եմ երևի թե 90%-ով բացառել քաղաքական որևէ միտում, որովհետև մասնագետների կարծիքները իսկապես համընկան 7-նյակի դեպքում համընկան, որովհետև իսկապես ընտրվեցին լավագույն 7-ը, անխոս ընտրվեցին լավագույն 7-ը եւ առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերը կրկին լավագույնները կիսեցին։ Արդեն այլ հարց է թե մի քիչ ավել, մի քիչ պակաս թե ինչ, լավագույն 3-ը լավագույն 3-ն էին։ Եվ այստեղ քաղաքականությունը բացարձակապես կարծում եմ գործոն չէր։ Դասական արվեստը այդքան հզոր է, չի թողնում։ Դասական արվեստը հզոր է եւ հատկապես Վիեննայում։ Գոհար, երևի կրայեցիր, ես ուր եմ բերում խոսակցությունը։ Հիմա մենք կրայեցիք։ Եվրոպական հեռարձակողների միությունը փորձում է որոշում կայացնել։ Չգիտեմ, դու ավելի քաջատեղյակ ես այդ որոշումը կայացրել է եւ դա ինչ է նշանակում հայերիս համար։ Մենք Բաքվի Եվրատեսիլին չենք մասնակցելու։ Ինչ է տեղի ունենում Հայաստանի եւ այդ միության միջեւ։ Ինչպես գիտեք, հանրային հեռուստաընկերությունը ցանկություն ուներ մասնակցելու Եվրատեսիլ 2012-ին եւ հայտեր ներկայացրել, չնայած Ադրբեջանում տիրող այդ հատյաց մթնոլորտին, բայց համբերության բաժակը լցվեց այն պահից սկսած, երբ հենց մրցույթի նախապատրաստական աշխատանքներից առաջ Ադրբեջանի նախագահ համայն հայությանը, աշխարհի բոլոր հայերին հանվանեց իրենց թիվ 1 թշնամին։ Եվ դրան գիտեք, դա վերջին կաթիլն էր եւ դրանից հետո ոչ մի հարգող, իրեն հարգող պատվիրակություն պարզապես չէր մեկնի Բաքու եւ հետեւաբար կայացվեց որոշում եւ այդ որոշումը մեր որոշման բոլոր արգումենտները շատ հասկանալի են եվրոպական հեռարձակողների միության համար դա երևում է հենց նրանց կայացրած որոշումից, որը կայացվեց եւ այսինքն ընդունում են միությունը, որ մենք հրաժարվել ենք հիմնավոր։ Այո, նրանց համար հասկանալի են մեր պատճառաբանումները, մեր արգումենտները։ Եվ ըստ կանոնադրության կա կանոնադրություն, որոնք կետեր, որոնք պետք է պահպանվեն եւ այդ որոշումը, որը կայացվել է, հիմնականում կանոնադրությունը պահպանելու համար է, ոչ թե ինչ-որ պատժելու։ Եվ բնականաբար, եթե մասնակցության հայտ ենք ներկայացրել, պետք է մասնակցության վճարը վճարես։ Եվ դա ինքն իրենով արդեն սիմվոլիկ գումար է։ Եվ դրան ավելանում է ուղիղ այդ սիմվոլիկ գումարը եւս ավելի սիմվոլիկ մի ուղիղ, սիմվոլիկ լրացուցիչ գումար, որը նորից եմ կրկնում պարզապես կանոնադրությունը պահպանելու միտում ունի։ Այսքանը կարող եմ ասել, գումարի չափի հետ կապված շատ են լրագրողներ այսօր հարցնում, Եվրոպական հեռարձակողների միությունը չի հրապարակել այդ գումարի չափերը եւ մենք կոռեկտ չենք համարում, մենք հրապարակենք։ Հասկանալի է, բայց շատ է հնչում նաեւ այն հարցը, թե Հայաստանը ցուցադրելու է Բաքվի Եվրատեսիլը թե ոչ։ Կարծում եմ այո։ Այստեղ էլ ով պիտի որոշում կայացնի, մենք թե միությունը։ Որոշումը կայացված է եւ կարծում եմ մենք ցուցադրենք եւ ես ցույց ունեմ, որ այս անգամ կհաղթի այնպիսի մի երկիր, որը այլ երկրների մոտ երբևէ հարց չի առաջացնի չմասնակցել։ Որ երկիրն էլ հաղթի, մենք այդ խնդիրը չենք։ Այլ երկրների համար չէ, որ միայն մեր երկիրը չէ, կան նաև այլ երկրներ, պետք չէ մոռանալ, որ ամբողջ եվրոպական մամուլը ողողված էր Ադրբեջանում մրցույթ անցկացնելու քննադատություններով եւ նաև պահեստային երկիր էին քննարկում անգամ դա, բայց մենք հույս ունենք, որ կհաղթի լավագույնը, կհաղթի հետաքրքիր մի եվրոպական երկիր, որտեղ կանցկացվի հաջորդ Եվրատեսիլը։ Շատ լավ, Բաքվի Եվրատեսիլը մենք կտեսնենք Երևանում։ Ավարտենք եւ մեկ անգամ եւս շնորհավորենք Նարեկ Գազազյանին, շնորհավորենք Էմանուել Ջգնավորյանին եւ վերջինը պիտի կարճ պատասխանես, որովհետեւ մեր ժամանակն դու պարգևների արժանացար։ Նաև ֆինանսական խրախուսանք եղավ։ Չասես ավտոմեքենայում գնելու, դեռ շուտ է։ Չէ, ինձ թվում է չի բավականացնի ավտոմեքենա գնելու համար ստացել են երրորդ մրցանակ, բացի այդ 1200 եվրոյի հնարավորություն մաստեր կլասի անցկացնել Վիեննայի դասական դպրոցում եւ երրորդ տեղին համարժեք 2000 եվրո, որը պետք է փոխանցվի։
Դեռ աստղային հովերով չես տարապում, չէ՞, դեռ շատ գործ կանել։ Խոստացել ես, հենց այստեղ։ Դե լավ, ապրես, շնորհակալություն։ Այսպեսին էր այսօր հարցազրույցը։ Գոհար Գասպարյան, Եվրատեսիլում հայկական պատվիրակության ղեկավար եւ կանոնահար Նարեկ Կազազյան, ով Վիեննայում կայացած դասական Եվրատեսիլ մրցույթում նվաճեց 3-րդ մրցանակը։ Հաջողություն։